Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավելի քան 1 տարի շարունակված կեղծ դատավարությունների հետևանքով մեր հայրենակիցներից ոմանք դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 20 տարվա ազատազրկման։ Իհարկե ես համոզված եմ, որ դա ժամանակավոր է, որովհետև առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հայաստանը կարողանա ոտքի կանգնել և մեջքը շտկել և ունենալ ազգային իշխանություն, մենք կկարողանանք դիվանագիտական կամ այլ ճանապարհներով ստիպել թշնամուն, որպեսզի առնվազն վերադարձնի մեր հայրենակիցներին, վերադարձնի այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքին անմնացող ծառայելու համար և իրենց հայրենակիցների փրկության համար հանձնվել են թշնամուն։ Այդ մարդկանցից մեկը Դավիթ Բաբայանն է, Արցախի նախկին արտգործնախարար, վերջին արտգործնախարար փաստացի։ Դավիթ Բաբայանը ինձ շատ հարազատ մարդ է, իմ լավագույն ընկերներից մեկն է, մենք շատ դժվար և ծանր ճանապարհ ենք միասին անցել և Արցախյան վերջին պատերազմից առաջ, և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո 20 թվականը նկատի ունեմ, և 23 թվականին, երբ նա կամովին հանձնվեց ադրբեջանցիներին, հանձնվելուց րոպեներ առաջ ինձ ուղարկել էր այն հայտարարության տեքստը, որը հետո տարածվեց մեր լրատվամիջոցներում, բայց իհարկե ոչ միայն ինձ էր ուղարկել։ Մեր շատ հայրենակիցներ չգիտեն, թե օրինակ ինչու Ադրբեջանը համառորեն պահանջեց և ստացավ Դավիթ Բաբայանին, ինչու էր հետապնդում Դավիթ Բաբայանին։ Դավիթ Բաբայանը չէ, որ Արցախի ռազմական կամ քաղաքական ղեկավարներից չէր, այսինքն Արցախի նախագահ չէր, Արցախի զորահրամանատարներից չէր և շատ երկար էլ չի եղել Արցախի արտաքին գործերի նախարար ու ընդհանրապես նույնիսկ որպես արտգործնախարար շատ մեծ դերակատարում չի ունեցել Ադրբեջանի դեմ գործողություններում, որովհետև դիվանագիտական ուղղությամբ է աշխատել և հիմնականում փորձել է հարաբերություններ կարգավորել հանուն Արցախի անվտանգության։ Հետևաբար ինչու Ադրբեջանը ամեն ինչ արեց, որպեսզի ստանար Դավիթ Բաբայանին։ Իսկ դուք լավ գիտեք, որ Արցախը երբ շրջափակման մեջ էր, Ադրբեջանը պայման էր դրել, որ կոնկրետ մարդիկ, այդ թվում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը և էլի որոշ մարդիկ պիտի կամովին հանձնվեն ադրբեջանական ահաբեկչական իշխանությանը, որպեսզի ինքը թույլ տա, որ արցախցիները կարողանան անվտանգ դուրս գալ Արցախից, այլապես մարդկանց սպառնում էր կոտորածը։ Եվ այս համատեքստում Դավիթ Բաբայանը, ինչպես և նշածս մյուս անձինք, փաստացի անձնական հերոսություն ցուցաբերեցին և հանձնվեցին թշնամուն հանուն մեր մյուս հայրենակիցների ֆիզիկական փրկության։ Սակայն կրկնում եմ հարցը, ինչու Ադրբեջանը ձգտեց անպայման ստանալ Դավիթ Բաբայանին։ Այս հարցի պատասխանը կարծում եմ թաքնված է շատ ավելի վաղ, պատերազմից շատ ավելի վաղ ժամանակների մեջ։ Դավիթ Բաբայանը երկար տարիներ ուսումնասիրում էր մեր տարածաշրջանի հիդրոպոլիտիկան, այսինքն ջրային քաղաքականության հարցը։ Հիմա ես կարող եմ այդ մասին ասել, որովհետև դա վաղուց արդեն գաղտնիք չի, վաղուց Դավիթ Բաբայանը պատանդ է, գերեվարված է թշնամու մոտ, և այնինչ ասում եմ, դա նորություն չի, դա գաղտնիք չի, ես գաղտնի տեղեկություն չեմ հրապարակում։ Դավիթ Բաբայանը ուսումնասիրում էր և միաժամանակ մշտապես հանդես էր գալիս այն խնդրի մասին, որ Ադրբեջանին հետաքրքրում են Արցախի հատկապես հյուսիսային շրջանները, Մարտակերտի շրջանը, Քարվաճառը իր ամբողջ ջրհավաք ավազանով և հետևաբար նաև Սևանա լիճը, որովհետև Ադրբեջանն ինքը ջրային խնդիրներ ունի։ 2020 թվականի օգոստոս ամսին այս թեմայով ես Դավիթի հետ երկար զրուցել եմ, նույնիսկ նկարահանել եմ, և հիմա, որպեսզի ես ինքս չասեմ այն, ինչ ժամանակին ասել է Դավիթ Բաբայանը, առաջարկում եմ դուք ինքներդ դիտեք և եզրակացրեք։ Սարսանգի ջրամբարին տիրանալը նրանց ամենակարևոր ռազմաքաղաքական նպատակներից մեկն է, եւ ոչ միայն Սարսանգի ջրամբարին։ Նրանց համար առանցքային նշանակություն ունի Մարտակերտի եւ Քարվաճարի շրջանները։ Եվ այդ շրջանների մասին
Ադրբեջանը հավակնություններ է ներկայացել դերևս 1919 թվականին, երբ որ նորաստեղծ արհեստական այդ երկրի այսպես կերտողներից մեկը Մամեդ Էմին Ռասուլզադեն հայտարել հետևյալը, որ մենք պետք է վերցնենք այն ժամանակ ուրեմն Խարվաճարը, Մարտակերտը եւ մի շարք այլ շրջաններ միջև Քուրգետը կոչվում է Ջևանշիրի այսպես շրջան։ Ինքը ասում էր, որ պետք է լեռնային մասերը Ջևանշիրի շրջանի, ասել է թե ներկայիս Խարվաճարն ու Մարտակերտը անպայման Ադրբեջանը զավթի, որովհետև այնտեղ սկիզբ են առնում կարևորագույն գետերի ակունքները։ Իսկ ինչ գետեր են այնտեղ սկիզբ առնում։ Սկիզբ են առնում Թարթարը, որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը, Խաչեն գետերը, Թարթարը եւ Խաչեն գետերը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ջրային պաշարների 85%-ն է։ Այնտեղ սկիզբ են առնում նաեւ Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, իսկ Սևանը մեր հայության ամենամեծ հարստություններից մեկն է, հայոց ջրային պաշարների 80%-ն է։ Եվ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն, երբ որ խորհրդայնացվում է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, Արփայի եւ Որոտանի ակունքները մինչեւ 1934-35 թվականները եղել է խորհրդային Հայաստանի տարածք։ Բայց քանի որ Ադրբեջանը անընդհատ հավակնում էր այդ տարածքների վրա, ինչ ձևով նրանց հաջողվեց այդ տարածքները բռնակցել։ Եվ հիմա երբ որ մենք քարտեզին տեսնենք նախկին հիմիկվա Խարվաճարի շրջանը, նախկին Քալբաջարի շրջանը, կարծես թե սենց մտնում է սեպի պես Մայր Հայաստանի տարածքի մեջ։ Հենց այդ սեպն է, որտեղ գտնվում են Արփայի եւ Որոտանի ակունքները։ Եվ Ադրբեջանը իմիջիալոց պետք է այստեղ ընդգծել, որ խորհրդային տարիներին շատ հմուտ ջրային աշխարհաքաղաքականություններ վարում, որից մենք շատ բան պետք է սովորենք։ Եվ նրան հաջողվեց բռնակցել։ Հիմա պատկերացնում եք ինչ կլինի, եթե հակառակորդը ավելի շուտ թշնամին կարողանա վերստին վերահսկողություն հաստատել այդ տարածքների վրա։ Երբ որ նրանք ասում են, որ կխոցեն Մեծամորի ատոմակայան, ամեն ինչ կարելի է սպասել։ Իմիջիալոց Ադրբեջանը անընդհատ պնդում է տարբեր ացիաներում ստահոդ լուրեր է տարածում, իբրև հայկական կողմը Մեծամորի ատոմակայանի թափոնները ռադիոակտիվ թաղում է Խարվաճարում։ Բնական է դա այդպես չէ, բայց իրենք այդպես են անում, որովհետև եւ մենք դրա մասին մատնանշել ենք, իրենք ունեն արդեն ըստ երևույթի համապատասխան ռադիոակտիվ նյութեր թունավոր, որ տարածքին տիրանալու պես կարող են գցեն Արփայի եւ Որոտանի ակունքները, թունավորեն Սևանա լիճը, հետո ասեն, գիտեք, հայկական կողմն է 40 տարի այստեղ թափոններ է թաղում Մեծամորի ատոմակայանից, հիմա ինչ որ ասենք բնական աղետ է եղել, անձրև է եկել, հորդարատ եւ այդ նյութերը ընկել են ուրեմն գետերի մեջ։ Իսկ սա կլինի անհամեմատելի, այսպես երևույթ նույնիսկ կորոնավիրուսի հետ։ Կորոնավիրուսը ինչ է, ասենք, եթե մենք համեմատենք կապույտ ցեղասպանության հետ, եթե մեր ջրային ռեսուրսները թունավորեն։ Այսինքն ողջ Հայաստանը կթունավորվի, մայրաքաղաք Երևանի հետ մեկտեղ։ Դուք իրատեսական համարում եք, որ Ադրբեջանը կարող է թունավորել Խարվաճարի աղբյուրները։ Իհարկե, միանշանակ, որովհետև Ադրբեջանը առնվազն 1969 թվականից մինչև 1989 թվականը 20 տարի թունավորում էր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ մի շարք հայկական բնակավայրի ջրային պաշարներ։ Եվ սա փաստ է, եւ այդ էր պատճառը նաեւ, որ Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը զբաղեցնում էր առաջի տեղը աշխարհում երկարակյացների քանակով եւ բնակության առողջ լինելն է սրան հետևանք։ Եթե 1960-ական թվականներին զբաղեցնում էր վերջի տեղը քաղցկեղի հիմանների քանակով, 89 թվականին Անդրկովկասում երրորդ տեղն էր։ Զիջում էր միայն Երևանին եւ Սումգայիթին։ Քաղաքներ, որտեղ կենտրոնացված էր հզոր քիմիական արդյունաբերություն։ Իսկ սա հատկապես մի երկրամասում, որտեղ չկար որևէ գործարան, որը կախտոտեր շրջակա միջավայրը, ուղղակի անտրամաբանական։ Ավելին, ադրբեջանական կողմը այնպիսի լուրջ աշխարհաքաղաքականություն էր վարում ջրային այսպես ոլորտում, որ բոլոր ֆիլտր կայանների աշխատակիցները եղել են բացառապես ադրբեջանցիներ, որոնք չէին ապրում Լղիմում, Ստեփանակերտում, այդ ջուրը չէին խմում։ Ավելին, նա բոլոր մեր գետերի ակունքներում գյուղեր եւ բնակավայր է հիմնել, որպեսզի ակունքները վերահսկի եւ դրանով թույլ չի տա, որպեսզի մենք հետագայում կարողանանք նույնիսկ այդ ջրերը ինչ-որ ձև օգտագործենք, այսինքն վերահսկողությունը միշտ եղել է շատ հզոր։ Այստեղ կարծում եմ հիմնական շեշտը դրվելու է հենց Հայաստանին ճնշելու ջրային առումով, ոչ թե սեփական այսպես կարիքները բավարարելու, որովհետև Թարթարը չունի այդ ներուժը եւ Սարսանգը, որպիսի
շոշափելի ձևով Ադրբեջանի այսպես ջրային պաշարների բարելավման վրա ազդեցություն ունենա։ Այո, կարող ենք շրջակա մի շարք շրջանների համար, ասենք խորհրդային տարիներին 160,000 այսպես հեկտար տարածք էր ոռոգում Սարսանգը, որից Արցախում միայն 15-18,000։ Բայց դա համեմատած Ադրբեջանի ընդհանուր տարածքի շատ չնչին է։ Բայց այդ տարածքը ունի առանցքային նշանակություն Հայաստանի վրա սարսափելի մեծ, ինչու՞ չէ նաև մահացու վտանգ անընդհատ այսպես ուրեմն պահել այդ վիճակում Մայր Հայաստանը։ Եվ եթե այդպիսի բան լինի, մեր անվտանգության համակարգը կունենա երևի թե սարսափելի բաց, որը մենք դժվար թե կարողանանք վերականգնել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի լավ մեր հայրենիքը ուսումնասիրենք։ Ինչքան ավելի լավ ուսումնասիրենք, ինչքան ավելի խորությամբ ուսումնասիրենք, այնքան ավելի պատրաստ ենք լինելու տարբեր մարտահրավերների ավելի արդյունավետորեն դիմակայել։